13-ից ավելի Չէ, խանգարում եք, սա խանգարում եք։ Դուք հանձնաժողովից չեք, չէ՞։ Ոչ, ես հանձնաժողով չի։ Անցեք 13 ձայնի մի քիչ են կողմ կանգնենք, չխանգարենք։ Անհրաժեշտ ձայների քանակը 15 թե 13 կոնկրետ անձիկ է, որ պիտի կողմ քվեարկել։ Կոնկրետ անձը ինչ կարևոր է, երբ խմբակցությունը ունի որոշում, բավարար չափով ձայներ ապահովել։ Ընտրությունը կայանալու, այո, 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից պակասում է իրենց 13 ձայնը։ Այդ թվում նաև Արտուր Սարգսյանի բացակայությունն ենք հաշվի առել։ 13 Այսինքն Տիկին Մանավազյան, ուղղակի քաղաքական որոշումն այն է, որ ավելի ձայն չլինի, այնքան որքան Այո, այնքան որքան կողմ չէիք քվեարկել, եթե օրինակ ավելի շատ ձայներ ունենար ընդդիմադիր երկու։ Նախ հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որովհետև իրենք իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայնով ձայներ կտրամադրենք։ Չենք տապալում ընտրությունը։ Այո, չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է, մենք կարող ենք չընտրել, երկրորդ անգամ տեխնացու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնենք հարցերի օրակարգի հաջորդ օրակարգին եւ որևէ բան տեղի չէր ունենա ազգային ժողովում։ Մանավազյան, այսինքն պատգամավորներին, որոնք պիտի քվեարկեն։ Դա ինչքան կարևոր է, ոնց ենք ընտրել։ Ոչ, նախասիրություն չի։ Օրինակ ինչպես հարցրեցիկով է ուզում քվեարկել, հա, Արամ Վարդևանյանի օգտին 10։ Ոչ, նման բան չի եղել։ Դա եղել է ըստ Ճնշել եք ստացվում է 13 հոգու, որ կան Արամ Վարդևանյան ընտրել։ Չենք ճնշել, դա եղել է, նշում եմ, Նարեկ, դա եղել է խմբակցության որոշում։ 13 հոգի ընտրելու է։ Հետո կտեսնեք ինչպես է եղել, որ այսինքն որևէ մեկի չենք ճնշել։ Օրինակ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասել եմ եւ մոտեցել եմ, որևէ խնդիր չի եղել։ Ծարար թևի ձայներ, այսպես ասենք, գնացին Նիկոլ Փաշինյանի, որ դա Ոչ, նման բան չկա, դա խմբակցության որոշումն է, ներսում որոշել ենք ովքեր են լինելու Օրինակ եղել են մարդիկ, որ սկզբունքորեն ասել են, որ չեն ընտրի անկախ խմբակցության որոշումից։ Մենք խմբակցությունում ունենում ենք քննարկումներ լինում են շատ առողջ, բայց անկախ այդ ամենից ոչ, այսինքն ընդհանուր որոշում է լինում, ընդհանուր որոշման երբ որ գալիս ենք, էական չի, արդեն ով ինչ դիրքորոշում, այսինքն ունենք որոշում ժողովուրդ, ինչ կարևոր է, որ падգամավորն է ինչ կարծիք հայտնել, կամ դա փակ քննարկում է։ Պարտավոր չէինք մենք ասում եք պարտավոր չէինք, բայց որոշում եղավ, որ պետք է ընտրենք, ինչով է պայմանավորված այդ որոշումը, կառուցողական դաշտ եք ուզում մտնեք ընդդիմության հետ։ Կառուցողական դաշտ ենք ուզում, մենք նույնիսկ լսեցինք իրենց գործընկերոջ ելույթը, որը իսկապես ամոթալի էր իրենց գործընկերոջ հանդեպ, հենց ինքը պետք էր այստեղ հանրությունից եւ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեր սակրավորների թեմայով իր հայտարարության համար, որը ավելի կառուցողական դաշտ կբերեր իր գործընկերոջ ընտրությունը, բայց այնուամենայնիվ մենք ունենք որոշում եւ այդ որոշում պահում ենք հաշվի առնելով կառուցողական աշխատանքը, հարգելով սահմանադրությունը, հարգելով ազգային ժողովի ինստիտուտը, նման որոշում ենք կայացրել։ Դիրքորոշման փոփոխություն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնել, որովհետեւ միջև ազգային ժողովի 9-րդ գումարում այլ հայտարարություններ էր հնչում ձեր խմբակցության անդամների կողմից, հենց նաեւ Ռուբինյանի կողմից։ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու եւ ցածրացնելու եւ այսօր մենք մեր աշխատանքով պահվածքով խոսքի նաեւ բարեվարկությամբ եւ մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական եւ Հետքայլ արեցիք, ասում եք գաք, ձեզ կասենք, որովհետեւ ձեզ կսովորեցնենք եւ այլն։ դա ինչ կապ ունի քաղաքական խոսքի հետ։ Քաղաքական խոսքը միշտ լինելու է։ Նախագահ կնեք, ասում էր արեք Ազգային ժողովի նախագահը զորական կետ է հայտարարել եւ կոչ արել որպեսզի ազգային ժողովում որևէ սահման չհատվի եւ աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնի բոլոր քննարկումները, թեև սուր բոլոր քննադատություններին եւ հայտարարություններին, դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են եւ միշտ լինելու է քննադատություն եւ ջարդ հայոյանքներ չենք լսելու մեղադրանքներ։
Եթե մեկ շաբաթ եւ 7 օր էստեղ եք եղել որևէ բան չեք տեսել, ուրեմն վստահ եմ, որ հաջորդից չի լինելու։ Ես չեմ կարող երաշխավորել ընդդեմության վարքագիծը վաղը ինչ կլինի կամ ինչպես կլինի, դա ուղղակի համարժեք պատասխան է լինում ընդհանրապես։ Կոսովոյի խորհրդանի աշխատանքից չողոքեվորեցիք։ Ես Ձվերով հարվածում այսքանով կավարտեմ, շնորհակալ եմ։